Ես մենակ եմ ապրում։ Այս տարիքում։ Հա, ես սովոր եմ։ Դե ինչ, 18 տարեկան եմ, միշտ էլ մենակ եմ եղել։ Մենակ եմ ապրում։ Հա։ Դե դու արդեն տանն ես, որ ես կարող եմ հանգիստ գնալ։ Հա, հիմա ես քեզ հեռախոսան համար գտնում եմ այդ քարտս, որ զանգահարես ինձ։ Ներս կգաք։ Բալես, իմ անուշ աղջիկ, միլացի բալես, միլացի բալես։ Տեսնես, ամեն ինչ լավ կլինի, բալես, ինչ ես լացում։ Ես քեզ չի ասում, որովհետև գիտեի, որ ես արձագանքը կտաս։ Հանգստացի աշխատանք կգտնեմ, ինչ ես լացում, Աննա։ Բայց դու ինչ չես ասում, ինչ ես դուրս եկել։ Բալես, ինձ ոչ ոք չի նեղացրել, ուղղակի ես դուրս եմ եկել ինքս։ Այ կտեսնես, իմ սիրունս, դու կգնաս, ես դուրս կգամ աշխատանք կգտնեմ։ Մենք շատ ծանր օրեր ենք ունեցել, Բալես, բայց ամեն ինչի հասել ենք։ Կտեսնես, ես աշխատանք կգտնեմ, ամեն ինչ լավ կլինի։ Ես ինքան ուրախ եմ քեզանով, Բալես, ինքան ուրախ եմ, քեզանով եմ ապրում, Բալես, քո հաջողություններով ուրախանում եմ, ցավը տանեմ։ Ինձ համար ամենակարևորը դու ես, քո հաջողություններն են, որ քեզ տեսնում եմ իմ մեջ ուժ եմ գտնում, ամեն ինչ հաղթահարելու, այ կտեսնես, որ մենք կհասնենք մեր ուզած նպատակին, Բալես, այնպես որ պետք չի լացել, պետք չի։ Թե չէ աշխատանքը ամեն օր էլ կգտնենք, ամենակարևորը հիմա դու ես, տեսնում ես ինչ հաջողությունների ես հասնում, Բալես, էդ չես լացելու, չէ։ Բալես, իսկ օլիմպիադայի դու պետքա գնաս, էլ չենք խոսում դրա մասին, լսեցիր, այդ թեման էլ չենք քննարկում, վերջ, դե, Բալես, դու իմ կյանքի միակ նպատակն ես, արևս, հայրդ իմը կենդանի լիներ, քեզանով կապարտանար, չնայած արդեն ապարտանում է քեզանով, իմ աղջիկ, Եկեք ներս, կներեք, մի քիչ խառնա։ Դուք նստեք։ Ես մի հատ արագ հավաքեմ։ Կարող է զարմացաք, որ տուն հրավիրեցի։ Ամենուին։ Ասում եք երեխաներ ունեք, հա։ Ունեմ։ Իսկ մեծ են։ Աղջիկս քո տարիքին տղաս ավելի փոքր։ Ո՞ց ես մենակ ապրում։ Հա, արդեն մի տարի կլինի։ Ճիշտ ասած, միշտ էլ մենակ եմ եղել, սովոր եմ արդեն մենակության։ Պապաս բանտում է։ Մի քանի տարի առաջ բավականին խմում էր։ Ու տենց շարունակ այնքան խմեց, որ արդեն անճանաչելի էր դարձել։ Հետո մեր բակում ավտոտնակներից մեկում տենց ընկերներով նստած ինչ-որ խոսացել են, տենց դոկռի վարեցին և այլն, ընկերներից մեկին դանակով խփեցին։ Արուն լվա էր եղել։ Տենց բացարձակ հարևանությունը ուշադրություն չդարձրեց այդ աղմուկներին, մտածելով հիմա խմած մարդիկ են, էլի, կռիվ են արել, ծեծել են իրար, աղմուկում են, չգիտեմ։ Վերջը ոստիկանություն կանչեցին, պապային տարան։ Երևի չկարողացավ անմեղություն ապացուցել, հա։ Ինչ անմեղություն, ծիծաղալի բաներ եք ասում։
Դրանից հետո ես ու մաման սկսեցինք մենակ ապրել։ Ես 8-րդ դասարանում էի, հետո դուրս եկա դպրոցից։ Մաման աշխատում էր ու տենց դեմ չէր էլի, որ ես իրան օգնեի։ Սկսեցի ես էլ աշխատել։ Ու դեռ մի տարի չէր անցել, մաման արդեն ընկեր ուներ, պատկերացնում եք։ Բայց տենց սկզբում գախնի էին պահում, չգիտես ինչի, հետո մի անգամ միամիտ աշխատանքից շուտ վերադարձա տուն։ Եվ նրանց միասին տեսա։ Դե էլ արդ դարավ էլի, որ սկսեցին ավելի հաճախ շփվել։ Մաման նենց էր փոխվել։ Գեղեցկացել էր։ Սկսել էր իրան ավելի շատ հետևել։ Գիտեմ։ Ճիշտն ասած, հեչ չէի սիրում իր անկերոջը։ Դե ինքն էլ ինձ չէր սիրում, բնական է։ Կարող եմ ծխել։ Հա, իհարկե։ Բայց մոխրաման չունեմ։ Կներեք, որ սենց տամ կլինի։ Չգիտեմ ինչ ես ամեն ինչը պատմեցիք, դուք էլ ստիպված լսում էիք։ Չէ, ստիպված չեմ լսում։ Ճիշտն ասած, երբեք ոչ մեկին չեմ պատմել այս մասին։ Չգիտեմ հետս ինչ կատարեց։ Ուղղակի ամեն գիշեր պարկում եմ, մտածում եմ։ Չգիտեմ։ Խոսեք, ես լսում եմ ձեզ։ Խոսեք։ Եթե դա ձեզ կթեթևացնի, ես լսում եմ։ Դրանից հետո մաման ամուսնացավ։ Մի օր որոշեց նստել հետս երկար-բարակ զրուցել և բացատրել ինչպես մայրը իր արդեն մեծ դուստրին, որ նա ուզում է իր կյանքը երջանիկ ապրել, որ պետք է ամուսնանա ու պետք է նրանք առանձին ապրեն։ Ինչպես տեսնում եք, վաճառեցին բնակարանը և ինձ համար այս գեղեցիկ բնակարանը կնեցին։ Եվ ինչ ասեմ, մի օր որոշեց ամուսնանալուց հետո եկավ մոտս և որոշեց ինձ հաջողությունը, չգիտեմ ինչի եկավ ճիշտ ասած, տենց էլ չհասկացայի վերջո, որովհետև եկավ գրկեց ուզում էր լացեր չստացվեց։